Ձեր գործընկերները նշում են, որ իրենց համար սպասելի էր այս սցենարը, ձեզ համար սպասելի էր եւ հետագայի համար ինչ եք պատկերացնում, օրինակ այսօր այս խոզարկություններն ինչպես կավարտվեն։ Դե նոր չի, որ անոնսվել է, որ ռեպրեսիաները սաստկանալու են եւ կարծում եմ, որ այդ ռեպրեսիաների լրացուցիչ իշխանական մոտիվացիա տվեց այն ընդդիմադիր հսկա ծավալ քվեն, որ ստացավ ընդդիմությունը եւ այդտեղ էր, որ եկավ շատ հստակ քաղաքական պատվերով սահմանադրական դատարանի որոշումը։ Այստեղ արտառոց ոչ մի բան չկա, գոյություն ունենք դասական միջին վիճակագրական հայաստանյան իներցիայի հետ եւ վիճակագրության հետ, այո, սահմանադրական դատարանը երբեւե աչքի չի ընկել անկախությամբ հատկապես ընտրությունների վերաբերյալ, իսկ ինչ վերաբերում է այս ամեն ինչին, պիտի ասեմ, որ սա ընդհանրապես դասական ֆաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ, սա ֆաշիզմ է, քաղաքական օպոնենտներին ամեն կերպ լրացնելու եւ սեփական ձախողումների հայտ օրակարգը դեպի իր քաղաքական հակառակորդները շեղելու այս իշխանական մարմաջն է, ոչ մի արտառոց բան չկա, մարդը պատրաստվում է Ալիևի պահանջով մեր երկրի սահմանադրությունը այլ օրենքը փոխել եւ ուրանալ անկախության հռչակագիրը, Հայաստանի երրորդ հանրապետության հիմքերը առհասարակ խախտել, ահա այդ ճանապարհին է, որ դիմադրության բոլոր օջախները դա պետք է վերացնի, ընտրությունները հանգրվան էին, միջակայք էին, շան գլուխը թաղված է սահմանադրական փոփոխությունները կոչված աֆյորայի տակ եւ այստեղ հարցերի հարցը այն է, որ իրենք առ այսօրը թաքուն են պահում այդ նախագիծը։ Եթե իրենք վախենալու բան չունեն, թաքցնելու բան չունեն, ինչու են թաքուն պահում այդ նախագիծը։ Շատ լավ գիտեն, որ եթե ընտրություններից առաջ այդ նախագիծը հրապարակեին, ժողովրդի համար ակնհայտ կլիներ, որ դա մեկին մեկ Ալիևի պահանջները պարունակող սահմանադրական փոփոխություններ են եւ հետագայում կարծում եմ իշխանափոխությունից հետո քննիչի առաջ ցուցմունք գրելուց այս իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզաբանեն, թե ինչքանով է եղել դա արտաքին ներազդեցության հետևանք եւ երկրորդը ինչու են ժողովրդից թաքցրել, որովհետեւ դիմադրության օջախները այսպես կազմակերպելու այս մարմաճը, որ կա սկեղծ շինծու գործերով արդեն Քարոզարշավի ընթացքում Թևերյանին ձերբակալեցին, դրանից առաջ 1 տարի առաջ սրբազաններին ձերբակալեցին, հետո արդեն փրփրոտ բերանով հոխորտանքներ Ծառուկյանի հասցեին, չգիտեմ, մնացած ընդդիմադիր առաջնորդների հասցեին, ահա այս ամեն ինչի շարունակությունն է, մարդկանց պետք է ինչ-որ տեսարաններով, ինչ-որ կեղծիքներով, ստով կերակրել, ժամանակը ձգել, բայց ամենակարևորը ընդդիմացյան կենսունակ օջախները քայքայել։ Իրենց արածը ընդհանրապես դա է։ Այս ռեպրեսիաների ինչպես պետք է վերջ տրվի, պարոն Սուքասյան, եւ նշեցիք, որ իշխանափոխությունից հետո այդ իշխանափոխությունը ինչպես է պատկերացնում։ Իշխանափոխությունը ընդդիմադիր ուժերի լրջագույն մարտահրավերն է։ Այո, բարդ է, հեշտ չէ, բայց չկա մի իշխանություն, որը հավերժ է։ Այդտեղ պարզապես ընդդիմության դերակատարները պետք է շատ մաքսիմալ անկեղծ լինեն ժողովրդի հետ եւ ամենակարևորը կարողանան ճիշտ ժամանակին վերանայել իրենց մարտավարությունը։ Ոչ մի ստրատեգիայից, այսպես ասենք, կարճած չմնան եւ ամենակարևորը պատրաստ լինեն նաեւ լսելու քննադատություն, սուրբ խոսք, հանրության ազդակները, այս նեգատիվ էներգիան, որ ներարկվում է հասարակության մեջ, զսպանակի էֆեկտով հետա վերադառնալու չի կարող ֆիզիկայի օրենքներին հակասելով այս նեգատիվը, այս կատակլիզմները մնան ուղղակի հանրության ներսում։ Մի օր այս ամեն ինչը այսպես հեղեղելու է փողոցները եւ այս իշխանությունների սրբի տանի, ուղղակի պիտի տիրոջը խնդրենք, որ Հայաստանի Հանրապետության այդ խոսքի վրա ձայնային ազատությունը միացավ, որ Հայաստանի Հանրապետության սահմանները մնան անկախտելի, այնպես որ այդ առումով լրջագույն անելիքներ կա եւ մենք պետք է բոլորս լինենք տոկուն, հետեւողական եւ ելի եմ ասում ժողովրդի հետ բացու անկեղծ լինենք առավելագույն։ Պարոն Քյասյան, օրինակ ըստ պարոն Սուրենյանցի Երևանի ավականու ծեծկրտուկը միայն սկիզբն էր եւ այդ տեսարանները սպասվում են նաեւ ազգային ժողովում, նաեւ արդեն գիտենք, որ ընդդիմադիրները որոշեցին մանդատները վերցնել, հիմա ինչպիսի ազգային ժողով են ունենալ, ինչ սպասել։ Երևանի ավականում տեղի ունեցածը նորություն չէր 23 թվականին, երբ որ մենք մուտք են գործել, բազմիցս են եղել նման միջադեպեր, դա առաջինը չէր եւ պարլամենտում էլ եղել է նման բաներ, այսինքն ոչ մի աննախադեպ բան տեղի չի ունենալու,
Եվ իշխանությունները էլ ակնհայտ հոխորտում են, սպառնում են, հա, հենց հղպացած կեցվածքով փորձում են վախեցնել ընդդիմությանը, օրինակ ըստ իս այո, միգուցե այս փուլում արժեր վերցնել մանդատները, բայց հստակ բանով, հա, այսպես deadline-ով, որ եթե հանկարծ այդ որ ասում փողոցային պայքար, հա, եւ այլն, ինչպես քիչ առաջ նշեցի, հիմնական դավադրությունը մեր պետությանն է լինելու սահմանադրության փոփոխությունը։ Եթե հանկարծ մինչև սահմանադրական փոփոխություններ ընդդիմությունը չկարողանա գեներացնել պարլամենտ պլյուս փողոց պայքար, որի արդյունքում իշխանությունները ձախողվեն, եւ եթե հանկարծ իշխանությունները փորձեն ինչ-որ թիվ նկարեն եւ հաջողեն, ահա այդտեղ է որ մանդատները դառնում են ուղղակի անպիտան։ Որոշակի ազդանշան է պետք տալ հասարակությանը, որ սա այս մանդատները վերցնելը 5 տարվա համար չի, որովհետեւ առաջիկայում լինելու են այնպիսի բախտորոշ իրադարձություններ, որ ցանկացած դիմադրության անընդունակ ընդդիմություն ուղղակի հեղինակազրկվելու է, վարկաբեկվելու է անկախ առաջնորդների, հա, անցած ճանապարհից եւ հեղինակությունից։ Այնպես որ այս բոլոր թեմաներով պետք է հասարակության հետ բաց եւ միջև վերջ անկեղծ խոսակցություն, որովհետեւ եթե օրինակը բերում ենք Վրաստանի ընդդիմությունը, որ ասում են, չէ, չվերցրեցին, ինչ շահեցին, Վրաստանի ներկայիս իշխանության օրոք Վրաստանը տարածքային կորուստներ չի կրել։ Այսինքն Հայաստանի ընդդիմությանն ու Վրաստանի ընդդիմությանը երբ որ համեմատում ենք, պետք է փորձենք նաև Հայաստանի եւ Վրաստանի իշխանությանն էլ չհամեմատել։ Եվ երկրորդը Վրաստանում գոյություն ունի ընտրություններով իշխանության փոփոխության նախադեպ։ Մեր երկրում գոյություն չունի, հա։ Եվ դեռ մի բան էլ ավելին, Վրաստանի ներկայիս ընդդիմությունը Սաակաշվիլու, Զուրաբիշվիլու կողմնակիցների օրոք է Վրաստանը տարածքային կորուստ կրել։ Մեր ընդդիմության օրոք տարածքային կորուստներ, այսինքն շատ ասիմետրիկ եւ անհամաչափ համեմատություններ են։ Հետևաբար մենք պետք է ելնենք մեր իրողություններից, մեր օրինաչափություններից եւ մեր արժեվ կանգնած ահայս բարդարավերներից։ Դրա համար շատ կարճ ժամանակում պիտի ընդդիմությունը ամբողջովին կենտրոնանա պարլամենտ պլյուս փողոց շարժման վրա։ Այս բանը այդքանն է։